Բերի հողերը խոպան թողնել եւս մեր երկիրն ըստ տրամաբանության իրեն թույլ տալ չի կարող, բայց երբ նույն այդ հողերում հայտնվում են կոյուղաջրերը, գյուղացին հայտնվում է անելանելի վիճակում։ (2005-2006 թվականից սկսվել է, սկզբից փոքր եղել տարածքը 5-6 տարի ջրերն ազատ դուրս են գալիս հողի մակերևույթ։ Ինքը եղել է վերջի հատվածում շատ փոքր ու միանգամից տարածվել է։ Կեղտաջրերը դուրս են եկել հողատարածք, Խոչընդոտելով, արգելելով բնակիչներին որևէ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու։ Մի քանի կիլոմետր հեռավորության վրա Երևանն է, իսկ այստեղ նկարագրել, թե ինչպիսի գարշահոտություն է դժվար է։ Մարդկանց գյուղատնտեսական նշանակության հողերը ամբողջությամբ ողողված են կոյուղաջրերով։ Փարաքարի այս հատվածում դեռ մի քանի տարի առաջ հողերը մշակվում էին, բայց այժմ դրանք մատնված են անուշադրության եւ մեղավոր են ոչ թե գյուղացիները, այլ աղտոտողները։ Տարիներ շարունակ հողատերերն ահազանգում են տարբեր կառույցներ, բայց սառույցը չի հալչում եւ ոչ ոք պատասխանատվություն չի զգում։ Հողակտորները Փարաքար համայնքում են, կոյուղին օդանավակայանինն է, ջրահեռացման համակարգերը պետք է որ Երևան ջրինը լինեին։ Ստեղծված խճճված իրավիճակի մասին գիտեն բոլոր շահագրգիռ կողմերը։ Սա 1200 մմ տրամագծով կոյուղու կոլեկտորն է, որը հանձնված է մեզ վարձակալության։ Եթե պատկերացնենք, որ սա էլ Զվարթնոց օդանավակայանն է, իր երկու ճյուղերով ճնշումային կոյուղու խողովակներով կեղտաջրերը մղվել են ժամանակին մեր կոյուղու կոլեկտոր։ Հիմա էլ մղվում են, բայց ոչ թե իրենց կայան, այլ դեպի Փարաքար համայնքի գյուղնշանակության հողերը։ Բանն այն է, որ օդանավակայանի կոյուղու խողովակը տարիներ առաջ վթարվել է, իսկ ինչու մինչև օրս այն չի վերականգնվել։ Այս հարցին դեռ կանրադառնանք։ Փարաքար համայնքում հավաստիացնում են, որ վթարվելուց հետո կոյուղին միացվել է ինչ-որ անավարտ հեղեղատարի։ Փաստացի չգործող տարածքով անցնում է չգործող հեղեղատար, որին միացվել է օդանավակայանի կոյուղին։ Պարզ է անօրինական ճանապարհով, քանի որ հեղեղատարին իրավունք չունի կոյուղի միանալու։ Զվարթնոցի այս կոյուղագծերը, որ վթարվել են, հետագայում միացվել են այս անավարտ հեղեղատար ցանցին։ Եվ դրա համար կոյուղագծերը չեն հասել մեր կոյուղու կոլեկտոր։ Անհիմն համարելով մեղադրանքները, Զվարթնոց օդանավակայանի ներկայացուցիչները տվեցին կարճ ու հստակ պատասխան։ Զվարթնոց օդանավակայանը ունի համապատասխան պայմանագիր Երևան ջուրի հետ եւ համաձայն պայմանագրի Զվարթնոց օդանավակայանը կատարում է իր բոլոր պարտավորությունները, այսինքն վճարումները, եւ դրա դիմաց Երևան ջուրը ապահովում է ջրի մատակարարումը եւ կողաջրերի հեռացումը։ Ցանկացած բաժանորդի հետ կնքվող ջրամատակարարման ջրահեռացման պայմանագիրն ինչ է ասում, որ ջրամատակարարը պարտավոր է իր ջրահեռացման համակարգի միջոցով տեղափոխել եւ մաքրել բաժանորդի կեղտաջրերը, կոյուղաջրերը։ Այս պարագայում սա է մեր համակարգը, այսինքն ցանկացած բաժանորդ, որպեսզի հեռացնենք իր կոյուղաջուրը, պետք է հասցնի մինչև մեր համակարգ եւ դրա միջոցով մենք արդեն հեռացնենք մաքրենք, որը այս պարագայում որոշ ժամանակ չի կատարվում։ Երևան ջուրը ասում է մեր բալանսում նստած չէ այդ կոյուղագիծը, Զվարթնոց օդանավակայանն ասում է մենք վճարում ենք Երևան ջրին, ոնց ուզում է թող ինքը տեղափոխի։ Որտեղ է սահմանազատման կետը պարզ չէ, հենց այդ պատճառով էլ ոչ ոք չի ստանձնում կոյուղագիծը վերականգնելու գործը։ Զվարթնոց օդանավակայանի ներկայացուցիչները պնդում են, որ իրենց տարածքից դուրս անցնող կոյուղագծերի համար իրենք պատասխանատվություն չեն կրում, դրանց մասին պետք է մտածի Երևան ջուր ընկերությունը։ Վերջինիս ներկայացուցիչն էլ նշում է, որ չնայած 2006 թվականից Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ջրահեռացման ջրամատակարարման ամբողջ ցանցը վարձակալության պայմանագրով անցել է իրենց, բայց ինչ վերաբերում է Զվարթնոց օդանավակայանի այդ կոյուղաջրերի հեռացման համակարգին, դրանք ներառված չեն մեր վարձակալության պայմանագրով մեզ փոխանցված վարձակալված գույքի ցանկերում։ Թե ինչպես է ստացվել, որ կոնկրետ այս հատվածի ջրագծերը չեն մտել ոչ Երևան ջուր ընկերության ցանցի մեջ, ոչ էլ օդանավակայանի, պետական մարմինների քննելիք հարցն է։ Չէ՞ որ հենց պետության հետ են կնքվել պայմանագրեր, որոնցով էլ սահմանվել են պարտավորություններն ու իրավունքները։ Իրենք կոնցեսիոներ են, մենք էլ վարձակալ ընկերություն ենք, այսինքն յուրաքանչյուրս պատասխանատվություն ենք կրում կառավարության կողմից մեզ հանձնված գույքի մասով։ Մինչև պարզեն ում էին հանձնված այդ տարածքի կոյուղու խողովակները, դրանք արդեն massամբ գողացել են։ Վթարված հատվածից հետո փակվել է այս գծերը։
չգիտեմ ինչ պատճառներով երևի թե մյուս հատվածները մինչև մեր կոլեկտոր հասնող կամ գողացվել են, կամ փչացվել են, այսինքն դրանք շահագործման ենթակա չեն այսօրվա դրությամբ, այսինքն ամբողջությամբ այդ գծերը պետք է նորացվի։ Դա մոտավորապես 1500 մետր գծի մասին է խոսքը։ Մինչև որոշեն ով է ստեղծված իրավիճակի պատասխանատուն, համայնքի ղեկավարը հիշեցնում է, որ դեռ 2 տարի առաջ ամբողջ համայնքի կոյուղին դուրս էր գալիս փողոց, բայց մեծ ցանկության շնորհիվ հարցը կարողացել են լուծել, կառուցելով մաքրման կայան։ Այս հորում մոտավորապես 6 մետր խորության վրա մենք կեղտաջրերը մղում ենք լիճ, որից հետո այս երևացող խողովակաշարով մենք օդ ենք մղում լճի մեջ եւ ռեակցիան օդի, միկրոբներ եւ այլն իրանք իրականացնում են մաքրումը։ Կայանից դուրս եկող ջուրն օգտագործում են ոռոգման համար։ Հաջողված փորձն առաջարկում են կիրառել համայնքի մյուս հատվածում։ Իսկ Երևան ջուր Զվարթնոց հակամարտությունն արագ չլուծվելու դեպքում օդանավակայանի կոյուղաջրերը տեղափոխել հակառակ ուղղությամբ դեպի իրենց կայան։ Մենք պետք է ունենանք թե аэроպորտը ինչքան ջուր է օգտագործում եւ ինչքան է հեռացնում։ Նախագծողի հետ կատարենք հաշվարկ եւ այդ հաշվարկները ցույց կտան հնարավոր է որ մենք իրեն ջուրն էլ նու պրինցիպը հնարավոր է։ Երևան ջուր ընկերության ներկայացուցիչն այս տարբերակը խելքի մոտ չի համարում։ Իրենց կողմից կառուցված մաքրման կայանը հզորությունները երևի թե հաշվարկված չեն օդանավակայանի համար նաեւ եւ բացի այդ դա ավելի թանկ շինարարություն է, քան թե եղածը շարունակելը։ Եղածը կշարունակվի, թե նորը կկառուցվի համայնքի բնակիչների համար կարևոր չէ, միայն թե խնդիրը լուծվի։ Հենց դրա համար է քաղաքացիներն ու համայնքի ղեկավարը դիմել են տարբեր կառույցներ։ Գարնան աշխատանքները սկսելուց գարնանացան եւ այլն։ Բնակիչները նորից սկսել են ահազանգել եւ անընդհատ մենք գարնան սկսում ենք մինչեւ ձմեռ սկսում ենք այդ մեր բողոքները, մեր դիմում, խնդրանքները, մեր հետ միասին նաեւ բնակիչներ այնտեղ Երևի 50-ից ավել հողօգտագործողներ կան եւ այդ 50 ավել ընտանիքները հիմնականում բազմաբնակարան շենքերի բնակիչներ են։ Մենք ունենք 2200 մետր հողատարածք, տնամերձ ունենք, բազմազավակ, բազմավաստակ ընտանիք ենք, ասենք ինչ որ չափով էլի ահագին մեծ հնարավորություն է ժողովրդի համար, բայց ոչ մեկ ժողովրդի համար չի մտածում։ Այլ միջոց չունեն։ Այդ մի կտոր հողն է 1500, 2000, նու ամենաշատ այնտեղ 3000 մետր քառակուսի, որ իրանք պետք է իրանց ոնց որ օրվա հացի փող վաստակեին, ինչ որ բանջարեղեն եւ այլն, որը այսօր չեն կարողանում անել։ Կարող են բանջարեղեն մշակել եւ ուրիշ բաներ մշակել, բայց չեն կարողանում։ Բացի նա որ գյուղնշանակության հողերը չի մշակվում, դրան գումարած մեր բնակիչներից շատերը որ իրոք այդ սոցիալական բազմաթիվ ծրագրերին իրենց հասու է, փարոս է, մյուս այդ լգոտներին հասու է, մի պատճառաբանությամբ, որ հողակտոր ունեն, գյուղնշանակության հող ունեն, ոչ մի նման բաներից չեն օգտվում։ Հողի համար հարկ են վճարում, հողից օգտվել չեն կարողանում, մի բան էլ զրկված են պետական աջակցությունից, նույն այդ հողի պատճառով։ Անելանելի վիճակում հայտնվելով գյուղացիներն այս տարվա մայիսին դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Բարձրացված խնդրի վերաբերյալ պաշտպանի կողմից գրություններ են ուղարկվել մի շարք պետական մարմիններ, Առողջապահության նախարարություն, Բնապահպանության նախարարություն, Երևանի քաղաքապետարան, Արմավիրի մարզպետարան, Թայրև համայնքի ղեկավարին, Երևան ջուր ՓԲ-ին, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն։ Դիմել են ու ստացել անհանգստացնող պատասխան, տարածքը դառնում է վտանգավոր։ Թափված կեղտաջրերի արդյունքում վտանգված է բնակիչների առողջությունը, հակահամաճարակային վտանգավոր իրավիճակ է ստեղծված։ Համաճարակիների բուն է, գարշահոտությունը աշնան վերջին զգացում է, ամռան այս տարածքով անցնել անհնար է։ Բնապահպանության նախարարությունը եւս ուսումնասիրել է տարածքն ու հայտնել, որ հողերի ճահճացման խնդիր կարող է առաջանալ։ Ճահճացման վտանգի մասին համայնքում եւս գիտեն, բայց սեփական միջոցներով խնդրին լուծում տալ չեն կարող։ Սպասում են պատկան մարմինների գործողություններին։ Թող կառավարությունն էլ մտածի, այն վերևից ներքևն էլ մտածեն, որ հասկանան ժողովուրդ են, եթե հող եք տվեք մարդկային ձևով մարդիկ մշակեն, չեք, հարցին լուծում տվեք։ Ժողովուրդը ինչ անի, էսի ապելու ձև է, էս ғամիշը քաղեմ, ես տանեմ, ինչ անեմ, անասուն էլ չունեմ։ Զվարթնոց օդանավակայանը անցած տարի ասեցին, որ իրանց մաստեր պլանում կընդգրկեն, որպեսզի այդ գիծը շարունակեն մինչև Արիացիա գործարան կամ մոտակա կոլեկտոր, բայց այս տարին անցավ արդեն ոչ մի մաստեր պլան մենք չիմացանք, որ
կա, այդ ծրագիրը ընդգրկված է ինչ-որ այդ պլանում եւ իրանք չեն էլ պատրաստվում, նույնիսկ այդպես ասեմ, որ չեն էլ պատրաստվում այդ գիծը շարունակել, որովհետեւ բավականին ծախսարար աշխատանք է։ Կոյուղագծի կառուցումը շարունակելու եւ ընդհանրապես հարցին լուծում տալու համար այս տարվա հոկտեմբերին քննարկում է կազմակերպվել Երևանի քաղաքապետարանում։ Քննարկում եղավ Երևանի քաղաքապետարանում բոլոր շահագրգիռ կողմերի մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, այդ թվում քաղաքավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչի, այնտեղ խնդրի լուծման տարբերակներ առաջարկվեցին, որ նորից նախագիծ արվի, նախահաշիվ կազմվի եւ շինարարությունը, այսինքն այս վթարված հատվածից հետո շարունակվի մինչեւ մեր կոլեկտոր հասցվի իրենց գծերը։ Արտակ Մալխասյանի հավաստմամբ պայմանավորվածության համաձայն նախագիծն իրենք պետք է ներկայացնեին, իսկ շինարարական աշխատանքները օդանավակայանը իրականացներ։ Այնտեղ հայտարարություն եղավ եւ հետո հետագայում էլ քաղաքավիացիայի վարչության պետի ուրեմն կողմից ուղարկված գրությամբ հավաստվեց, որ եթե Երևան ջուրը կկատարի նախագծային աշխատանքները կպատվիրի, ապա շինարարության ծախսերը կներառվեն օդանավակայանի ինչ-որ զարգացման ծրագրերում։ Դրա համար էլ մենք, այսպես ասած, այս նախագիծը ավարտին հասցրեցինք։ Փարակար համայնքում եւս լսել էին դրա մասին։ Մեր պայմանավորվածությունը նախնական, որ նախագծային աշխատանքները կատարի Երևան ջուրը, դրանով օգուտ տա։ Մնացած ծախսերը նորից կառուցելու բան հրաժարվել է օդանավակայանը։ Որտեղ էլ դիմել ենք, այսօր եկուց իրանք պատճառաբանում են, որ այրոպորտը պետք է այս հարցը լուծի, միացնի իր կոյուղին, բայց ոչ ձեն կա, ոչ ծպտուն կա։ Այս ժողովրդի ձեռներ չկա, որ ամեն մեկը իր հողի համար մտածի, ֆինանսը դնի, այս հարցը լուծի։ Եթե ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունը ասում է, որ հարցի լուծումը դա Երևան ջուր ՓԲ-ի իրավասությունն է, իսկ Երևան ջուրը պատասխանում է, որ ըստ պայմանագրի դա Արմենիա միջազգային օդանավակայանինն է, այսինքն դա իր իրավասությունների մեջ չի մտնում։ Եթե առաջանա կողմերի միջև վեճ, ապա օրենսդրությամբ սահմանված կարգով առաջացած վեճը ենթակա է լուծման դատական կարգով։ Շատ հնարավոր է, չի բացառվում, որտեղ երկու կողմերում տնտեսվարող սուբյեկտներ են, յուրաքանչյուրն իր պահանջներով, իր իրավունքներով, այնպես որ հնարավոր է գործը նաև դատական կարգով լուծում ստանալ։ Մինչև տնտեսվարողներն ու պետական մարմինները կորոշեն դիմել դատարան պարզելու համար կոյուղագծերի պատկանելիությունը, համայնքի բնակիչներն ուզում են հասկանալ, ով է փոխհատուցելու իրենց վնասները։ Ով պետք է մտածի սրա մասին, ով պետք է փոխհատուցի մեր վնասները, դա մենք տեղյակ չենք։ Բնակիչներից դիմել են դատարան նման հարցով, ով պետքա այս վնասները փոխհատուցի։ Մի հատ թուղթ եկե ինչ-որ բան է, հարցի լուծումը այդ ու եկե հասել է մեզ, ինչ-որ սպասեք, պատասխանի ու մինչև նա սպասում ենք։ Սպասում են ու դեռ չեն պատրաստում փակել փարակարը, բայց համբերության բաժակը քիչ-քիչ լցվում է։ Գործելու ու վճռական խոսքն ասելու հերթը պետական մարմիններինն է։